Պարոն Մելքոնյան, դուք դեկտեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով ազգային ժողովի պատվիրակության կազմում մեկնել եք Մոսկվա, այնտեղ մասնակցելու ԱՊՀ երկրների միջխորհրդանական համաժողովին։ Ուզում եմ ընդ որում պատվիրակության կազմում թե ընդդիմադիր պատգամավորներ են եղել, թե իշխող ֆրակցիայից։ Մի փոքր ուզում եմ մանրամասներ ներկայացնեք, թե ինչ հանդիպումներ են այնտեղ եղել այս այցի ընթացքում, ինչ քննարկումներ են եղել եւ առհասարակ ընդունելությունը ինչպես է կազմակերպված եղել։ Այս միջազգային համաժողովը 6-րդ անգամ էր արդեն անցկացվում Ռուսաստանի Դաշնությունում եւ այս տարի համաժողովի թեման նվիրված էր մայրությանը եւ երեխաների առողջության պահպանությանը։ Համաժողովին մեծ զեկուցումով հանդես եկանք ազգային ժողովի 3 խմբակցության պատգամավորներն էլ, պետք է նշեմ, որ համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների բոլոր խորհրդարանի ներկայացուցիչները, այս անգամ էլ շատ մեծ պատվիրակություն էր բոլոր երկրներից, ԱՊՀ երկրներից, ազգային ժողովի կողմից մեր հանդիպումներ ունեցանք Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում, տարբեր խմբակցությունների հետ քննարկեցինք Հայաստանում տիրող իրավիճակը, թե սոցիալական, թե տնտեսական, թե անվտանգային խնդիրները, բայց այստեղ մի բայց կար, որին ցանկանայի անդրադառնալ, խնդիրը Հայաստանի Հանրապետության դեսպանատան վերաբերմունքն էր պատվիրակության ազգային ժողովի, որը ընդհանրապես ոչ մի արձագանք, ոչ մի դիմավորում, ոչ մի հանդիպում չկազմակերպվեց դեսպանատան կողմից։ Այսինքն Գուրգեն Արսենյանին այնտեղ չեք հանդիպել։ Չէ, ընդհանրապես դեսպանատան աշխատողների հետ ընդհանրապես ոչ հանդիպել ենք, ոչ զրուցել ենք, ոչ էլ դիմավորում կամ ճանապարհ դնելուց։ Իսկ իշխող խմբակցության ներկայացուցիչներն էլ չեն հանդիպել։ Թե միայն ընդդիմադիրների։ Չէ, ընդհանրապես չեն եկել, ասենք, թե օտանավակայան դիմավորելու, թե հետո ճանապարհելու, թե այդ երկու օրվա ընթացքում գտնվել ենք Մոսկվայում, ընդհանրապես կապ չի եղել դեսպանատան հետ եւ դեսպանատան աշխատողների հետ, ուղղակի ցավալին է, որ ադրբեջանական պատվիրակությունը հենց առաջին վայրկյանից իրանց դեսպանատան աշխատողները իրենց կողքին էին, ուղեկցում էին ամեն օր, բայց մեր դեսպանատունը այնպեսի տպավորություն էր, որ ընդհանրապես դիվանագիտական ներկայացություն ոչ էլ աշխատողներ ունենք Մոսկվայում։ Իսկ փորձել եք այստեղ գալուց հետո ինչ-որ թեկուզ գրավոր կերպով կամ ինչ-որ պարզաբանում ստանալ, թե ինչն էր պատճառը նման ոչ պատշաճ ընդունելության։ Չէ, պարզաբանում չեմ փորձել ստանալու, բայց անպայման գրավոր հարցում եմ ուղարկելու արտաքին գործերի նախարարությանը, պարզելու որն է խնդիրը, որն է պատճառը, որ նման վերաբերմունքի են արժանում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները մեկներից Մոսկվա եւ կոպիտ ասած առհարմարական վերաբերմունքի դեսպանատան կողմից։ Իսկ պատվիրակության անդամները փորձել են իրենք այդպես հանդիպման ինչ-որ նախաձեռնություն։ Չէ, չենք փորձել դեսպանատան, անձամբ ես չեմ փորձել հանդիպում որևէ կազմակերպել կամ շփում ունենալ դեսպանատան աշխատողներին, որովհետև որակարգը շատ խիստ հագեցված էր եւ երկրորդը կոպիտ ասած մենք հյուր ենք գնացել այդ երկիրը եւ դեսպանատանը, թե դեսպանը, թե դեսպանատան աշխատողները իրանք են պարտավոր նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու, որովհետեւ վերջը ազգային ժողովի պատգամավորներ էին մեկնել անկախ քաղաքական հայացքներից։ Իսկ ինչ որ գնահատական ունեք, որն էր այդ պատճառը նման վերաբերմունքի ձեր դիտարկումը։ Չէ, ես պայն գնահատական չեմ կարող տամ, բայց ինքը խնդիրը արդեն շատ դուրս մտահոգիչ է, փորձել ենք անպայման լուծում գտնել այդ խնդրին, որպեսզի հետ այսօր նման դեպքեր չկրկնվեն։